Այս հրաշքը, որ հիմա ինձ է պատկանում, ես ուրեմն 4-րդ սերունդն եմ։ Ինձ անցել է հայրական կողմի տատիկիցս, ում ես չեմ էլ տեսել, ինքը շատ վաղ տարիքում ա մահացել։ Շատ եմ սիրում այս մեքենան, ուրեմն 3-րդ դասարան էի, ինձնից մեծ քույր ունեմ, ինքը ամեն օր նստում էր այս մեքենայի դեմը ու իր տիկնիկների համար ինչ-որ բաներ էր կարում, ես էլ կանգնում սենց ուշադիր խորասուզված նայում էի։ Մի օր շրջվեց քույրիկս ինձ նայեց, մեկ էլ սենց ասեց. «Շատ չես դու նայում ես մեքենային, դուրդ գալիս ա»։ Ասում եմ՝ «Հա», ասում է՝ «Ուզում ես սովորացնեմ քեզ»։ Սենց թռա տեղիցս, ասեցի՝ «Իհարկե ուզում եմ, որ սովորացնես»։ Էդ իմ երազանքն էր ու իմ քույրիկս իրականացրեց։ Իհարկե, այս մեքենան իմ առաջի մեքենան չի եղել, երկրորդն ա եղել, որտև առաջի մեքենան ես ունեցել եմ մանկապարտեզում, փոքր մեքենա էր։ Չի ասի, թե այդպես շատ բաներ կարողանում էի անել այդ մեքենայով, ուղղակի համ խաղալիք էր, ինքը համ էլ իրականում կարող մեքենա էր։ Շատ լավն էր, բայց այս մեքենան կոնկրետ լուրջ առաջարկ էր իմ համար, որը որ մեծ հիմք հանդիսացավ իմ հետագա ընթացքին։ Ես ճիշտն ասած չէի պատկերացնում, որ այդպես հայտնի դերձակ կդառնամ։ Ուղղակի շատ սիրում էի կարել, իմ հագուստի վրա փոփոխություններ անել, այնուհետև քույրիկներիս, մենք 5 քույր ենք, հետո ընկերուհիներիս, այդպես ու սկսեցի միջոցառումների համար հագուստներ կարել ու շատ եմ սիրել ու սիրում այս մեքենան։ Ինքը իմ համար հնություն չի, ինքը իմ համար այն ամուր հիմքն ա, որի վրա կառուցվել եմ որպես մասնագետ և դրա համար հիմա ես իրան մաքրել եմ, նորացրել եմ, մատոռ եմ դրել, հենա երևում ա։ Եվ այդպես, հիմա պետք է իրան փորձեմ օգտագործել այն դժվար մատերիալների, հաստ մատերիալների վրա, հուսով եմ, որ կիրականացնեմ և շատ լավ կլինի։ Շատ եմ սիրում ես այս մեքենան։